Դերասան և հումորիստ Վահե Զիրոյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Դերասանն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ սակայն աշխատանքային նորություններից զատ չի սիրում կիսվել անձնական լուսանկարներով և ընտանեկան կադրերով։ Սակայն Star News-ի բացառիկ տեղեկություններով օրեր առաջ Վահե Զիրոյանի եղբորը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ Գեղեցիկ կադրերն առաջարկում ենք դիտել հենց այս հոլովակում։ Վահե Զիրոյանն արդեն տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում։ Երկարաժամկետ հեռուստասերիալներից հետո Զիրոյանը հիմա ներկայանում է Women's Club-ի շրջանակներում։ Կարիերայի մասին խոսելիս Զիրոյանը մի անգամ նշել էր հետևյալը. «Մասնագիտությանս հետ կապված ինտեգրվելու խնդիր երբեք չեմ ունենում, այդ թվում Women's Club-ում։ Աշխատում եմ շատ պրոֆեսիոնալ մարդկանց, իրենց գործից գիտակ դերասանների ու դերասանուհիների հետ, լավ սցենարիստների ու լավ պրոդյուսերների հետ։ Ժամանակին տղաների հետ ուրախների և հնարամիտների ակումբում ենք եղել, տարբեր թիմերում, բայց իրար շատ լավ գիտեինք, իսկ դերասանուհիներին հեռակա եմ ճանաչել։ Ներկայումս բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ընկերացել ենք։ Բացի ուրախների և հնարամիտների ակումբը, ես նաև 32 ատամ ակումբում եմ եղել», անկեղծացել էր դերասանը։ Վերջինս խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է հումորային ձևաչափն ու հումորն առհասարակ, սակայն որպես դերասան կարևորում է պրոֆեսիոնալիզմը բոլոր ձևաչափերում։ Անկեղծ կլինեմ, ինձ շատ հոգեհարազատ է հումորը, բայց որպես դերասան ես փորձում եմ նաև այլ կողմերով ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողներին։ Ես հումորիստ չեմ, ես դերասան եմ։ Սակայն եթե համեմատության մեջ դնենք, ապա առավել ինձ դուր է գալիս կատակերգության ժանրը և հումորը։ Իսկ դրամայում ես կարող եմ էլի ինձ շատ լավ զգալ, եթե ունենում եմ լավ խաղընկերներ։ Աշխատանքային նորություններից ու նախապատվություններից բացի նրա հետևորդներին հետաքրքրում է նաև դերասանի անձնական կյանքը, որը Զիրոյանը սովորաբար խնամքով թաքցնում է։ Իմ անձնականի մասին ես խուսափում եմ խոսել, որովհետև խոսելու կարիք ուղղակի չկա, իսկ առհասարակ ինձ չեն բարկացնում կամ նյարդայնացնում անձնականիս հետ կապված խոսակցությունները, որոնք պարբերաբար կարող է տարածվեն։ Լավ կլինի, որ հավաստի ինֆորմացիա տարածվի, ոչ թե ուղղակի ինչ-որ սոցցանցային լուսանկար կամ նման մի բան։ Պետք չէ անձնական կյանքի մասին տեղյակ պահել բոլորին, ովքեր գիտեն, բավական է, ովքեր չգիտեն, ընթացքում կիմանան։ Անձնականս միայն իմն է, եթե ինչ-որ մի բան լինի իմ կյանքում ու ես զգամ, որ կա կարիք կամ մարդիկ շատ են ուզում իմանալ դրա մասին, ես ինքս իմ սոցցանցային էջերում հրապարակում կանեմ», նշել էր դերասանը։ Հարկ է նշել նաև, որ Զիրոյանի կերպարը բավականին սիրվեց նաև «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Ինա Խոջամիրյանն էր։ Ու հենց այս նախագծի նկարահանումների ընթացքում էլ խոսակցություններ սկսվեցին, թե Ինան ու Զիրոյանը իրական կյանքում ևս միասին են։ Խոսակցությունները էլ ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեցին նրանց համատեղ լուսանկարները արված ԱՄՆ-ում, ձեռք ձեռքի բռնած։ Ավելի ուշ դերասանուհի Ինա Խոջամիրյանը հաստատեց, որ տարածված լուսանկարներում ինքը և Զիրոյանն են, սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրեցին չմեկնաբանել։ Այդ շրջանում անգամ լուրեր սկսեցին տարածվել, որ զույգն արդեն նշանադրվել է, քանի որ ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում Ինայի ձախ ձեռքի մատնեմատին նկատելի էր մատանի։ Հասկանում եմ, որ տանը մնալն ու կարանտինային պայմանները յուրաքանչյուրիս վրա իրենց ազդեցությունն են ունենում, այն էլ յուրովի, բայց չեմ կարծում, որ դա առիթ է հիմա էլ տանը նստած քննարկել ում մատին կամ հագին ինչ կա։ Խոստանում եմ հաջորդ ուղիղ եթերի ժամանակ բոլոր մատներիս մատանիներ կրել, հավանական շփոթությունից ու ասեկոսեներից զերծ մնալու համար։ Նշանադրության լուրերը մեկնաբանել էր դերասանուհի Ինա Խոջամիրյանը։ Ինչևէ, որքան էլ թե Զիրոյանը և թե Ինան փորձում էին թվացյալ գաղտնիություն պահպանել, այնուամենայնիվ չէին խուսափում պարբերաբար համատեղ ներկայանալ ու նոր նախագծեր ներկայացնել։ Դե իսկ նրանց միությունը դրական ազդեցություն էր ունենում նաև այդ նախագծերի վարկանիշի վրա։ Սակայն նրանց միությունը երկար կյանք չունեցավ ու շուտով նրանք բաժանվեցին։ Այսօր արդեն
Կարծես եւ Զիրոյանին եւ Ինային հաջողվել են նոր հարաբերություններ կառուցել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վահե Զիրոյանը բավականին ակտիվ է իր Instagram-յան էջում։ Վահեն հաճախ է ճամփորդում եւ այդ ճամփորդություններից տարբեր հոլովակներ է հրապարակում Instagram-յան հարթակում։ Star News-ը ձեզ է ներկայացնում մի քանի զվարճալի տեսանյութ Զիրոյանի մասնակցությամբ։ Եկել ենք կոֆե վերցնենք։ Ասեցին ասենք, լսում ենք, ասեցին ռոզիկի մի հատ լատե, հետո երկու հատ կապուչինո, երկու հատ ամերիկանո։ Խնդրեմ, մի հատ լատեն տվել եմ։ Ռոզիկ հարիստ։ Խիր, ապայարոչու։ Ուրեմն խնդալու բան ա եղել այրոպորտում է Զիրոյանը մոտիկացավ սաղից կոֆե վերցնելու, սկզբից հումոր արեց ինչ-որ, ասեց ռոզիկին մի հատ լատե, մենք չեքի մեջ տեսանք լատե են խպել։ 3000 դրամ խաղցոլեց անում։ Ախ, Զիրոյան բակես պետք էր այդ շուտկեն։ Չեն նայում, հա։ Դե արի հիմա ռոզիկ։ Զարանա։ Այս երկու արանքից գեղեցիկ տեսար։ Հələ, բացվում է տեսարժան։ Հələ բացի։ Գնում էի։ Next thing, մով։ Ապան ցանցում դրա։ Հաճելի անցնում, ահավոր հաճելի անցնում, զարհուրելի։ Հաճելի միջավայրում են կանգնած։ Ծնունդի տորթն ա Նարեկ։ Իմ արը բան եմ ասում։ Այս Նարեկի ծնունդի տորթն ա։ Ինքն ա թխե։ Ծնունդը շնորհավոր ապեր։ Այս ժողովուրդը որ ստե նստած ասենց։ Սա Նարեկի հյուրերն են։ Այսօր Նարեկի ծնունդն ա։ Նորմալ է։ Այս քեֆետելի միլիոնն ա։ Բասեն են բարձր։ Ուրա բասեն։ Ամեն արա բասեն, ամեն լալալալալա որնամ։ Ընկերոջը տեսնել է տոնա, այսօր է տորնա։ Ալավ։ Ալավ։ Նարեկը ծնունդին ինչքան մարդական չէ։ Հələ նայեք։ Նարեկ ինչքան մարդական չէ Նարեկը ծնունդին։ Նարեկ ծնունդը շնորհավոր Ազիզ։ Բոլորը շնորհավորում են։ Հերթով մոտիկացի։ Ասա շնորհակալություն։ Հերթով մոտիկացի, ասա շնորհակալություն։ Ահա։ Всё, բոլորին հերթով։ Շնորհ